Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, սա Սփորթքասթ նախագծի հերթական թողարկումն է, այսօր իմ հյուրն է հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը, Էդուարդ, շնորհակալ եմ ևս մեկ անգամ իմ հրավերը ընդունելու համար։ Ողջույն։ Այսօր խոսելու ենք հոկեյից, նախ անդրադառնանք ապրիլին Երևանում անցկացված աշխարհի առաջնությանը, դա 4-րդ խմբի առաջնությունն էր, ինչ տպավորություններ ընդհանուր առմամբ ձևավորվեցին այդ առաջնությունից, 4 խումբներ հասկացանք, բայց Հայաստանը մասնակից էր, արդյունքից հետո խոսենք, ընդհանուր առմամբ առաջնությունից ինչ տպավորություններ կան։ Հաշվի առնելով, որ ես տեսել եմ ամբողջությամբ ինչպես է Հայաստանի Ֆեդերացիան ստացել իրավունքը ձեռք բերել հանձնացնելու 4-րդ դիվիզիոնի առաջնությունը, ինչ դժվարությունների է բախվել, որքան արգելքներ է հաղթահարել, այդ ամենը տեսնելով ես կարող եմ ասել, որ փայլուն կազմակերպած առաջնություն էր։ Այն խնդիրները, որոնք ներքին խնդիրներ էին, ամեն ինչ արվել էր, որ հանրության աչքին չերևար, եւ ես կարծում եմ, որ հոկեյի տոն Երևանում ստացվեց, շատ ավելի ուրախ կանցներ, եթե մեր հավաքականը գրավեր առաջին տեղը, բայց կազմակերպչական տեսանկյունից ես կարծում եմ հնարավորության սահմաններում ամեն ինչ արված էր ամենաբարձր մակարդակում։ Այսինքն նույնիսկ այդ մարզաձևի այդպիսի միջոցառումներ, այդպիսի մրցաշարեր Հայաստանը ունակ է անցկացնել, ճիշտ է, ինչպես դուք նշում եք, որոշակի դժվարություններով եւ դա հաղթահարվեց հիմնականում ֆեդերացիայի ջանքերով։ Այո, մենք փորձ ունեցել էինք 2010 թվականին էլի Երևանում անցկացվեց մեր դիվիզիոնի մրցաշարը, այն ժամանակ մեր հավաքականին առաջնությունից հետո որակազրկեցին, որովհետև Միացյալ Նահանգներից խաղացողներ կային, որոնք իրավունք չունեին խաղալու Հայաստանի հավաքականի կազմում, անցել է 15 տարի, շատ ավելի խստացել են պայմանները, շատ ավելի լուրջ պահանջներ են դրվում ֆեդերացիաների առջև, որպեսզի հոկեյիստները կարողանան խաղալ տվյալ հավաքականում, նրանք տարբեր գործողություններ պետք է կատարեն, նրանք պետք է 2 տարի խաղան տվյալ երկրի առաջնությունում, նրանք պետք է այդ eligibility հասկացություն կա, պետք է անցնեն, որպեսզի թույլտվություն ստանան, այսինքն բազմաթիվ գործընթացների միջով պետք է անցնի հոկեյիստը, որպեսզի կարողանա խաղալ հավաքականում, այնպես չէ, որ եկան ընտրեցին այս հավաքականն ու խաղացին, եւ հենց այդ նպատակով ստեղծվեց առաջնությունից առաջ Հոկեյ Հայաստանի լիգա, եւ Պյոտր Լեբեդևը ժամանելով Հայաստան ստեղծեց այդ լիգան, ղեկավարեց այդ լիգան, ինքը բացի ղեկավարումից նաեւ խաղում է եւ շատ այլ աշխատանքներ կատարում ու առաջին օրվանից շեշտում էր, որ մեր հիմնական նպատակը այս առաջնությունը պահելով Հայաստանի հավաքական ստեղծելն է, որը կվերադառնա աշխարհի առաջնություն եւ ինչպես տեսնում ենք այս դեպքում, ինչպես հաճախ մեր սպորտում լինում է, միայն խոսքեր չէին, այսինքն նա ասաց եւ արեց, բնականաբար շատ սերտ համագործակցելով մեր ֆեդերացիայի հետ։ Հայաստանի հավաքականը այդքան էլ սպասելի իհարկե արդյունքը մեզ համար Հայաստանի հավաքականից առաջին տեղն էր, բայց մենք մինչ առաջնությունն էլ հասկանում էինք, որ բարդ մրցակիցներ են, կարծես երկրների անվանումները ընթերցելիս մտածում ենք, լավ, ինչ հոկեյ այնտեղ, ենթադրենք Քուվեյթում, Ուզբեկստանում, Մալայզիայում եւ այլն, բայց մենք գիտենք, որ այդ հավաքականները համալրվում են լավ հոկեյիստներով, այդ երկրների ֆեդերացիաները աշխատում են այդ ուղղությամբ նախապես բավական, ինչպես դուք եք նշում Էդուարդ, իսկապես լավ այդ դժվար այդ ընթացակարգն համանտան երկրները, որոնք որ կոպիտ ասած ֆինանսի խնդիր չունեն, ավելի հեշտ են լուծում եւ ժամանակին են անում։ Այդ հավաքականները բարդ մրցակից էին Հայաստանի հավաքականի համար եւ Հայաստանի հավաքականը այո բավական պատվով հանդես եկավ, մրցում էր եւ ցանկանում էր առաջի տեղը գրավել այդ Չարաբաստիկ այդ Քուվեյթի հավաքականի հետ այդ խաղը, որտեղ մերոնք կարծես քամբեքի էին գնում եւ ի վերջո այդ քամբեկը ցավոք սրտի մեզ համար հայ երկրպագուների համար տեղի չունեցավ, բայց միավորներով հավասար միավորների պարագայում հաղթողը
Ուզբեկստանի հավաքականը, չէ, ճանաչվեց։ Այո, տեսեք, շատ ճիշտ նշեցի, եթե մի կողմ դնենք Մալազիային եւ Ինդոնեզիային, որոնք իսկապես իրենց հնարավորությունների սահմաններում եկան մասնակցեցին, նրանց համար երևի մասնակցություններ ամենակարևորը Քուվեյթը ֆինանսի խնդիր չունեցող երկիր, եթե ցանկանան շատ լուրջ զարգ կտան իրենց հոկեին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը էլի խնդիր չունեն, նրանք վերադարձել էին իդեպ 3-րդ դիվիզիոնից եւ ինչ որ շատ ավելի թույլ կազմով ներկայացան։ Ուզբեկստան ֆինանսի խնդիր չունեցող երկիր, որտեղ հոկեին հիմա շատ մեծ ուշադրություն են դարձնում, այնտեղ շատ ուժեղ ռուս հոկեիստներ են հանդես գալիս, նրանք ունեն շատ ուժեղ ակումբ, այդ բոլոր խաղացողները մեկ ակումբից է եւ խաղացվածության խնդիր չունեն։ Եվ Ուզբեկստանի սկզբանե համարվում էր մեր այդ առաջնության ֆավորիտը եւ մեր ամենաբարդ մրցակիցը եւ այդ պատմական ինչու ոչ այդպես կասեմ հաղթանակը, որ մենք տարանք Ուզբեկստանի նկատմամբ այնքան մեծ ալիք ոգևորության բարձրացրեց, որ նույնիսկ իրենք հոկեիստները չկարողացան դրա տակից դուրս գալ, որովհետև անմիջապես դրանից հետո խաղներ Քուվեյթի հետ, եթե լիներ մեկ այլ մրցակցի հետ հաջորդ հանդիպումը եւ մեր թիմը կարողանար վերականգնվելով շարքային հաղթանակ թեկուզ ոչ խոշոր հաշվով տոներ, հանգստացած այդ կրքերը հանդարտեցված մոտենար Քուվեյթի հետ խաղին, որովհետև Քուվեյթը ուզբեկներից եւ մեզնից հետո ամենաուժեղ թիմն էր, մենք Քուվեյթին ավելի հանգիստ կհաղթեինք, իսկ այսպես հուզական տեսանկյունից հյուծված արդեն մեր թիմը դեռ հետ չեկած Ուզբեկստանի հետ հաջողությունից խաղաց Քուվեյթի հետ եւ այնքան անհաջող սկսվեց այդ խաղը 0-4 եւ հերոսաբար մեր տղաները կարողացան փրկել այդ խաղը 4-4 ամեն ինչ մեր ձեռքում էր, մենք թվային առավելությամբ էինք երրորդ խաղափուլի վերջում, չօգտագործեցինք, տեղափոխվեց օվերթայմ, բայց թվային առավելությունը պահպանվեց 4-3-ի դեմ չկարողացանք գոլ խփել եւ հենց այդ տուգանված խաղացողը դուրս եկավ, ինքն էլ խփեց գոլը, որը առաջատարն էր Քուվեյթի հավաքականի։ Մի խոսքով դրաման Ուզբեկստանի հետ խաղով չավարտվեց, շարունակվեց Քուվեյթի հետ եւ ցավոք սրտի ոչ մեր օգտին, իսկ Ուզբեկստանը հետո բաց չթողեց իր ձեռքից, իհարկե մյուս մրցակիցներին հանգիստ հաղթեց եւ գրավեց առաջին տեղը։ Փորձ էր, դառը փորձ ստացվեց, բայց օգտակար էր շատ մեր հոկեին, մենք հասկացանք մեր իրական տեղը, մենք հասկացանք ինչ ենք ընդունակ եւ առաջ գնալու ու զարգանալու ծրագիրը կարելի է արդեն ավելի ճիշտ տանել ու վստահ եմ մեր ֆեդերացիան եւ Հայաստանի լիգան այդ ամենը հաշվի կառնեն եւ մենք հաջորդ տարի շատ ավելի մեծ փորձով կներկայանանք աշխարհի առաջացանը։ Էդուարդ, որպեսզի մեր ունկնդրի համար ավելի հասկանալի լինի, ով որ չի հասցրել հետևել առաջնության խաղերին եւ հասկանալու թե Քուվեյթի հավաքականը ինչ հոկեյիստներով է համալրված կամ այլ հավաքականներ։ Հիմա հստակ Քուվեյթի հավաքականի մասին, այո, ֆինանսի խնդիր չունի, շատերը հարց կտան, գիտեք, այդ Պարսից ծոցի անապատով երկրում ինչ հոկեյ, բայց իսկապես ֆինանսի խնդիր չունեցող երկիրը հնարավորություն ունի տարիների ընթացքում բերել Կանադայից եւ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, այո, այսինքն հենց հոկեյի երկրներից, այո, խաղացողները իհարկե ոչ առաջին, ոչ երկրորդ էշելոնի հոկեյիստներ են նրանք, հակառակ պարագայում հանդես կգային իրենց հավաքականների կազմում, այո, հնարավորություն կա բերելու այդ խնդիրները լուծելու լավ պայմանագրերով այդ հոկեյիստներին, որոնք որ հնարավորություն գուցե նույնիսկ ակումբային մակարդակում գուցե NHL-ում հանդես չեն գալիս, բայց կարողանում են Եվրոպայում եւ այլն հանդես գալով եւ Քուվեյթում։ Այդպիսի հավաքականները բարդ մրցակիցներ են, որովհետեւ մեր երկրպագուն մտածում է ինչ Մալազիա, ինչ Քուվեյթ, Ուզբեկստան, հա, մոտավորապես հասկանում են, որ դա հետ խորհրդային պետություն է եւ հավանաբար ռուս հոկեյիստներով համալրված կլինի, բայց Քուվեյթի պարագայում հակառակն էր։ Որպեսզի հասկանալի լինի ունկնդրի համար, մենք բացատրում ենք, որ այդպիսի մրցակիցներ են եղել Հայաստանի հետ խաղում։ Այո, ես թեման հիմա զարգացնելով երկու կողմից տանեմ, շատերը նայելով մեր կազմը կասեն, Հայաստանի հավաքականում էլ բազմաթիվ ռուս հոկեյիստներ հանդես գալիս, բայց այդ ռուս հոկեյիստները բոլոր անհրաժեշտ գործընթացներն անցել են, նրանք տեղափոխվել եւ բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք խաղում են մեր առաջնությունում եւ ինչու ոչ վաստակել են այդ իրավունքը ներկայացնելու մեր երկիրը եւ եթե լինեին այնտեղ երկրպագուները տեսնեին
ինչպես էին բարի բուն իմաստով արտասվում ուրախությունից այդ ռուս հոկեյիստները, երբ հաղթեցին Ուզբեկստանին, ինչպես էին մեր օրհներքի ժամանակ հուզված կանգնած, իհարկե եթե այդպես պետք է ներկայացնեն մեր երկիրը, մենք միայն ուրախ ենք, նրանք այդ պահին հայերից ոչինչով չէին տարբերվում իրենց զգացմունքներով, իրենց այդ հույզերի արտահայտելով եւ այլն։ Սա մի կողմ է, այսինքն ես այդ տղաներին չեմ տարանջատում մեզնից, նրանք մեզ նման հայ են այդ պահին ու շատ սրտացավ ու պատվով ներկայացնեն մեր դրոշը, մեր երկիրը։ Ինչ վերաբերում է Պարսից ծոցի երկրներին, արաբական երկրներին, ապա կան խոսակցություններ արդեն, որ մի շարք երկրներ այդ տարածաշրջանից, չգիտեմ ինչից ոգևորված, որոշել են նույնպես զարգացնել հոկեյը եւ մի քանի երկիր հայտ է ներկայացրել, մասնակցելու աշխարհի առաջնությանը, սկսել կարող են միայն 4-րդ դիվիզիոնից։ Եթե այդ երկրների թիվը շատանա եւ 4-րդ դիվիզիոնում այլևս տեղ չլինի, հնարավոր է որոշում կայացվի, որ այս տարվա առաջնությունում 4-րդ դիվիզիոնի առաջին 2 տեղերը գրաված թիմերը տեղափոխվեն 3-րդ դիվիզիոն, իսկ դա նշանակում է, որ Ուզբեկստանի հետ մենք էլ կգնանք վերև եւ կխաղանք 3-րդ դիվիզիոնում։ Օգուտ է սա մեզ թե ոչ, դա արդեն ժամանակը ցույց կտա, որովհետեւ ակնհայտ է, որ 3-րդ դիվիզիոնում շատ ավելի ուժեղ մրցակիցներ են ունենալու եւ արդյոք մենք պատրաստ ենք նրանց դիմակայել, բայց երևի պետք է փորձել Եվրոպայից։ Այո, պետք է փորձել ու հասկանալ, մենք ի վերջո պետք է կարողանանք մրցակցել նաև նրանց հետ։ Ունենք 1 տարի, կարելի է իմանալով, որ 3-րդում ենք խաղալու, ավելի լավ պատրաստվել, ավելի ուժեղ խաղացողների միգուցե փորձենք ներգրավել հնարավորության սահմաններում։ Այսինքն հոկեյը սկսում է զարգանալ նաև այն երկրներում, որտեղ երբեք չէիր մտածի, որ ձմեռային մարզաձև առհասարակ կարող է լինել, բայց ձմեռային լավագույն խաղային մարզաձևն է շատերի համար, այդ թվում ինձ համար նաև առհասարակ լավագույն խաղային մարզաձևն է այսօրվա դրությամբ եւ շատ մեծ տեմպերով տարբեր երկրներում սկսում է զարգանալ։ Մարզաձևին մենք իհարկե կանդրադառնանք քիչ հետո ընդհանուր առմամբ մարզաձևի զարգացմանը եւ հիմնական միտումներին այդտեղ։ Մեր հավաքականից, եթե խոսենք տարիներ առաջ, ես հիշում եմ, երբ որ ինչ որ մի տարի ձևավորում էր Հայաստանի ազգային հավաքական հոկեյի, ապա համալրվում էր նաև մենք Կանադայում լավ համայնք ունենք, կանադահայ հոկեյիստներով։ Իհարկե կրկնվում եմ, գուցե հենց առաջի, երկրորդ էշելոնի հոկեյիստներ չեն նույնիսկ Կանադայում, հասկանալի պատճառներով, բայց մարդիկ այնտեղ մանկուց ենթադրենք հոկեյով են զբաղվել, իրենց մարզաձևն է, դե Կանադան գիտենք, հոկեյի հայրենիքն է եւ ընդհանուր առմամբ այնտեղ գրեթե բոլորը պատանեկան տարիքում հոկեյով զբաղվում են։ Հիմա ենթադրենք Կանադայի ուղղությամբ մենք կարող ենք նայել, դուք ասում եք, որ մենք պետք է հասկանանք ինչ հոկեյիստներով համալրվենք, ենթադրենք ինչի համար ենք պայքարում, եթե 3-րդ դիվիզիոն հանգարց մեզ այդ բախտը վիճակվի 3-րդ դիվիզիոնում հանդես գալու։ Մենք Կանադայի եւ Միացյալ Նահանգների մեր համայնքների ուղղությամբ պարզ է, որ պետք է նայենք։ Միանշանակ, որովհետեւ Ռուսաստանը Ռուսաստանով իր շատ զարգացած հոկեյով, բայց մենք ունենք շատ մեծ համայնք Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ոչ փոքր համայնք նաեւ Կանադայում եւ այդ երկու երկրների ներուժը չօգտագործել կլինի սխալ, բայց այնտեղ այնքան նրբություններ կան, հոկեյիստները պետք է որոշակի կարգավիճակ ունենան, նրանք եթե լինեն պրոֆեսիոնալներ, պրոֆեսիոնալ պայմանագրով եւ այլն, նրանց համար շատ բարդ կլինի այդ գործընթացները անցնել։ Հասկանալի է, որքան ավելի բարձր դիվիզիոն է տեղափոխվում, այնքան ավելի շատ բան են թույլ տալիս, որովհետեւ ամենաուժեղ դիվիզիոնը եթե նայում ենք, որտեղ ուժեղագույն հավաքականներ են խաղում, նրանք անգամ NHL-ի խաղացողներին կարող են հրավիրել, որպեսզի խաղան։ Մեզ մոտ դեռ այդ կարգավիճակը չէ, մենք պետք է մեր առաջնությունում խաղացնենք, հիմա եթե չեմ սխալվում նորից ասեմ 2 տարի է պահանջը, ինչպիսին են պահանջները 3-րդ դիվիզիոնում, հիմա հստակ չեմ կարող ասել, բայց միգուցե արտոնությունները այնտեղ ավելի շատ լինեն, որքան բարձր գնանք, այնքան ավելի ուժեղ խաղացողների թույլատվությունը ավելի կհեշտանա։
բայց Կանադայի եւ Միացյալ Նահանգների ուղղությամբ չեն կարող չնայել եւ մեր ֆեդերացիան հոկեյի Հայաստանի լիգան դա երբեք չեն թաքցրել։ Նրանք եւս հասկանում են, որ այնտեղ կան շատ հայ հոկեյիստներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են համալրել Հայաստանի հավաքականը եւ այդպես մենք ավելի կուժեղանանք իհարկե։ Խորհրդային տարիներին հոկեյ ասելով ես հիշում եմ մանկության տարիներն էր 80-ական թվականները, հիշում եմ հոկեյում մենք ներկայացված ենք խոտի հոկեյի մրցաշարում, մեր կանանց հրազդան ակումբը բավական բարձր տեղեր էր գրավում, նույնիսկ երրյակում էր խորհրդային միության առաջնության հայտնվում ըստ Սոս Հայրապետյանը խորհրդային միության հավաքականում էր խաղում։ Նույնիսկ այդպես։ Մի խոսքով խոտի հոկեյը զարգացած էր թե տղամարդկանց, թե կանանց ուղղությամբ։ Հենց դասական հոկեյի պարագայում փոքրինչ այլ էր իրավիճակը։ Ես ճիշտ ասած չեմ հիշում խորհրդային միության, դուք ինձ ուղեք այդ ինֆորմացիան ներկայացրեք խորհրդային միության առաջնությունում, ընդհանրենք ոչ բարձրագույն լիգայի, այլ ավելի ցածր լիգաներում Հայաստան ներկայացնող ակումբը ո՞րն է եղել։ Եղել է այդպես։ Ոչ, մենք չենք ունեցել այդպես ակումբ, որ ներկայացված լինի, բայց մենք առանձին հոկեյիստներ տվել ենք եւ անցած դարի կեսերին Գրիգորի Մկրտչյանն էր շատ հայտնի դարպասապահ եւ հիմա նրա անունով է կոչվում գավաթը, որը խաղարկվում է Հայաստանի առաջնությունում, այսինքն Ստենլիի գավաթի մեր տարբերակը, հա, կանոնավոր առաջնությունը ավարտվում է եւ հետո սկսվում է պայքարը play-off-ում Գրիգորի Մկրտչյանի գավաթի համար։ Անուններ առանձին կարելի է հիշել իհարկե, բայց ես չէի ընդհանրացնի խոտի հոկեյ կամ մականախաղը տափողակով հոկեյի հետ, որովհետև ինձ համար շատ տարբեր մարզաձևեր են, այսինքն առանձնահատկությունները այլ են եւ միակ ընդհանուր բանը, որ մականով են խաղում, երևի դա է։ Ես մեր ունկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Sportcast-ի հյուրն է այս պահին հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը։ Էդուարդ, անդրադառնանք ընդհանուր մարզաձևի հիմնական ամենադիտողականություն, ամենից մեծ դիտողականություն ունեցող լիգային, իհարկե դա հյուսիսամերիկյան լիգան է, NHL-ը, Կանադան եւ Միացյալ Նահանգները արդեն քանի տասնամյակ է Միացյալ Նահանգների ակումբները այնտեղ ոչ միայն թվապես են գերիշխում, այլ նաև գերիշխում են ընդհանրապես, այսինքն Ստենլիի գավաթը ես արդեն ճիշտ ասած մոռանում եմ, թե երբ է վերջի անգամ կանադական ակումբ այդ դիտողը 90-ականներին Մոնրեալ Կանադիենսը եւ Նյու Ջերսի Դեվիլսի այդ եւ Դեթրոյթ այո Նյու Ջերսիա Դեթրոյթը զավթեցին այո մի քանի տարի շարունակ նրանք իրար են փոխանցում այդ գավաթը այս տարվա NHL-ի դե կանոնավոր առաջնությունը ավարտվել է նաև play-off-ի, այսինքն Ստենլիի գավաթի ըստ կոնֆերենցիաների առաջին փուլերն են ավարտվել։ Այնտեղ մենք արդեն երկրորդ փուլում, եթե պարզ լեզվով ասած, կոնֆերենցիաների նույնիսկ չբաժանենք ընդհանուր Ստենլիի գավաթը, ապա այսպես ասենք 1 քառորդ եզրափակչում հանդես են գալիս կանադական ակումբներ կան։ Տարիներ շարունակ ես ինչու եմ այդ ակումբից ուզում սկսել, որտեղ իմ սիրած ակումբն է, դեռ մանկուց այդ ակումբին ես երկրպագում եմ, խոսքը գնում է Toronto Maple Leafs ակումբի մասին։ Այդ ակումբի մասին խոսելիս ասում են դե շատ աստղային կազմ է, այո երիտասարդ հոկեյիստներ են, բայց այդ հոկեյիստները, եթե նայում ես Toronto-ի կազմին 4-5 առնվազն անուն կարող ես նշել, որոնք որ հիմա առաջնային այդ սուպեր աստղերի էշելոնում են։ Բայց այդ ակումբը չի հաջողում Ստենլիի գավաթում։ Ցավոք սրտի այդպիսի իրավիճակ է։ Հիմա առաջին փուլը հաղթարեց եւ անցավ Օտավային, դարձել եւս մի կանադական ակումբի, որը ժամանակին իհարկե լավ պատմություն ունի, բայց այս վերջի տասնամյակներում չի փայլել NHL-ում եւ դուրս է գալով play-off, լավ մարտ տվեց Տորոնտոյին։ Տորոնտոն բավական դժվարացավ, դե 3-0-ից հետո 3-2 հետո ի վերջո 4-2 խաղերով։ Տորոնտոն ըստ ձեզ ինչ շանսեր ունի, ինչ սպասելիք ես ինքս ունենամ որպես այդ ակումբի երկրպագ։ Տեսեք, շատ լավ գիտեք, որ Տորոնտոն երկար տարիներ չէր կարողանում առաջին փուլը հաղթահարել play-off-ի։ Եթե դուրս էր գալիս play-off, առաջին փուլում պարտվում եւ ավարտում էր ճանապարհը։
վերջապես կարողացան արդեն Սառոցը կոտրվեց, եթե չեմ սխալվում, երկրորդ անգամ արդեն վերջին ժամանական նախանցած տարի եւ հիմա առաջին փուլը հաղթահարեցին։ Օտավան հեշտ մրցակից չէր, թեև Տորոնտոն վստահ սկսեց 3 անընդմեջ հաղթանակով, բայց նախ եթե մեկ թիմում խաղում է Տկաչակ եղբայրներից մեկը այնտեղ միանշանակ կռիվ տալու են եւ հեշտ չեն հանձնելու, ինչը մենք տեսանք, Օտավան գտավ տարբերակ, տարբեր միջոցներ կիրառեց, այդ թվում կռիվներ Սառոցի վրա եւ 2 հաղթանակ կարողացավ ի վերջո տոնել, բայց Տորոնտոն շատ ճիշտ ժամանակին 4-րդ հաղթանակը տոնեց, եթե գնար 7-րդ խաղ շատ բարդ էր լինելու։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Maple Leafs-ը դուրս եկավ գործող գավաթակրի վրա, Florida Panthers-ի վրա, որը քարին չթողեց Tampa Bay-ից, այո, եւ հարցը այն չէ, որ Ֆլորիդան գործող գավաթակիրն է, դա միայն հնչում է այդպես, նրանք շարունակում են խաղալ այն հոկեյը, որը անհրաժեշտ է play-off-ին, գիտեք, կան play-off-ի ակումբներ, շատ ամուր, բարդ, որոնց դժվար է գոլ խփել, որոնք թույլ կետեր կարծես չունեն, ընդհանրապես թույլ տեղեր չունեն եւ որոնք լավ մարզավիճակի են բերում իրենց ակումբները, խաղամակարդակը բերում են հենց play-off-ի համար։ Եվ եթե շարունակի այդպես փայլել դարպասում Սերգեյ Բոբրովսկին, ինչպես հաղթական մրցաշրջանում, ես չեմ պատկերացնում ով եւ ինչպես կարող է այս թիմին կանգնեցնել։ Իսկ Տորոնտոն այդ երիտասարդ աստղերով, Օսթոն Մեթյուզով եւ այլն ամեն ինչով հանդերձ շատ խոցելի տեղեր ունի եւ play-off-ում այդ ամենը ի հայտ գալիս է եւ փորձառու թիմերը կարողանում են օգտվել։ Դրա համար կարծում եմ Panthers-ը այս սերիայում ներողություն, բայց լուրջ խնդիրներ չի ունենալու։ Առավելագույնը կարծում եմ 2 հաղթանակ Տորոնտոն, եթե տանի դա լավագույն դեպքում։ Դա ձեր կանխատեսում է։ Այո, Ֆլորիդան պետք է շարժվի առաջ առանց խնդիրների։ Եթե տրամաբանությամբ շարժվեինք, այսինքն արևելյան կոնֆերենցիային անդրադառնայինք, Վաշինգտոնին պետք է անդրադառնանք, դա թողենք վերջում, ով իչքի թեման թողնենք վերջում։ Նայենք դեպի արևմուտք, այնտեղ դարձյալ եւս 2 կանադական ակումբներ կան, մեկ ակումբը, որ նախորդ մրցաշրջանի Stanley գավաթի եզրափակում խաղաց, այո, մարտ տվեց Ֆլորիդային, Edmonton Oilers ակումբը, այնտեղ էլ սուպեր աստղ կա ժամանակակից McDavid։ Արդեն 2 կարող ենք ասել սուպեր աստղ, որովհետեւ Leon Draisaitl-ը արդյունավետությամբ ամենայն դեպս չի զիջում McDavid-ին։ Բայց McDavid-ը շարունակում է լավ արդյունավետություն ցուցաբերել, թե կանոնավոր առաջնությունում էր այդպեսին։ Հիմա Edmonton-ը ճիշտ է բարդ բավական մի կերպ անցավ, չնայած բոլորը ասում են, գիտեք, 4 տարին անց-մեջ 1/8 եզրափակում խաղան Los Angeles Kings-ն ու Edmonton-ը, դա ինչ-որ զավեշտի նման է։ Որոնք Kings-ը սկսեց 2-0-ով, 2 հաղթանակ տոնեց տանը ու համարձակվեց միևնույն է տանուլ տալ այդ սերիան, ինչ է կատարվում Kings-ի հետ, դժվար է ասել, կարծես բոլոր նախադրյալներն ունեն, իսկ ես գիտեմ, որ Միացյալ Նահանգներում հայկական համայնքը, համենայն դեպս նրանք ովքեր հետաքրքրվում են հոկեյով, շատ են երկրպագում Kings-ին։ Kings-ը գիտեք, որ ավանդաբար հայկական ժառանգության երեկո է կազմակերպում խաղերից մեկի ժամանակ, դա շատ է ներգրավում մեր երկրպագուներին դեպի այդ ակումբ եւ սերը կա, բայց այո, Oilers-ը դարձել է ինչ-որ պատ Kings-ի համար եւ չեն կարողանում ոչ մի կերպ 4 տարի անընդմեջ մեկ մրցակցի պարտվել, դա պետք է կարողանալ։ Եվ Edmonton-ը իհարկե այնպիսի կազմ ունի, որ կարող է տեսականորեն յուրաքանչյուրի հաղթել, բայց նաեւ միևնույն ժամանակ խոցելի տեղերն էլ տեսնում ենք։ Եթե նախորդ մրցաշրջանի կանոնավոր առաջնությունում Edmonton-ը լավագույնն էր արևմտյան կոնֆերենցիայում, եթե ես ճիշտ եմ հիշում, այդպես էլ շարունակեց արդեն play-off-ում, այս տարի այդպես չէ, երևի դա է հիմքում այդ ձեր փոքրինչ։ Ես տեսնում եմ որոշակի դիսբալանս հարձակման եւ պաշտպանության միջեւ, որովհետեւ պաշտպանությունը Oilers-ի բավականին խոցելի է, չունեն գեր ապահով դարպասապահ, իսկ play-off-ում դարպասապահ հասկանում եք ինչ է նշանակում, կեսից ավելին միգուցե թիմի,
չգիտեմ, տեսնենք, եթե Մակդեվիդն ու Դրայզայտլը կարողանան հարցակման շնորհիվ այսպես ավելի շատ խփել, քան բաց կթողնի թիմը, ավելի շանսերը կշատանան։ Իսկ եթե մյուս զույգին գնանք, ես play-off-ի մեկնարկից առաջ չգիտես ինչու այսպես կանխած զգացում ունեցա, որ Dallas Stars Colorado Avalanche զույգի հաղթողը կնվաճի Stanley գավաթը։ Մի փոքր ավելի հավատում էի Colorado-ին, բայց Dallas-ը կարողացավ անցնել առաջ, ինչ-որ ֆենոմենալ վիճակագրություն ունի Պիտեր Դեբուրը, Դալասի գլխավոր մարզիչը։ Նախորդ մրցաշրջանում կիսաեզրափակիչ չէր հասել Դալասը, ճիշտ եմ հիշում։ Այս մարզիչը 9 անգամ իր կարիերայում անցկացրել է play-off-ում 7-րդ հանդիպում եւ բոլորում հաղթել է։ Այսինքն 7-րդ խաղ տանուլ չի տալիս այս մարզիչը պարզապես։ Եվ ինչպես կկարողանա շարժվել առաջ Դալասը, տեսնենք հետաքրքիր կլինի, շատ ցավալի էր Սենթ Լուիսի համար նրա պարտությունը Վինիպեգ Ջետսից, Վինիպեգը կանոնավոր առողջության հաղթողներ, այո, նախագահական գավաթը նվաճեցին, բայց այդ փրկությունը վերջին վայրկյաններին հիմա կարող է այնպես ոգևորել Ջետսին, որ նրանք կարող են եւ հասնել մինչեւ եզրափակիչ, ինչու ոչ նաեւ հաղթել այնտեղ, դրանում էլ զարմանալի ոչինչ երևի չի լինի, ի վերջո մրցաշրջանի ուժեղագույն թիմներ վաստակած միավորներով եւ ցուցադրած խաղով։ Բայց մի հետաքրքիր բան Կոնոր Հելեբակը, դարպասապահ Վինիպեգի, որը հավակնում է կանոնավոր առողջության լավագույն խաղացողի կոչմանը եւ ամենայն հավանականությամբ նրան կտան եւ այդ մրցանակը եւ Վեզինայի մրցանակը լավագույն դարպասապահի, շատ վատ վիճակագրություն ունի play-off-ում, այստեղ ինչ-որ հակառակ տենդենց է նկատվում, խաղերի մեծ մասում 5 եւ ավելի գոլ է սկսել բաց թողնել, եղան խաղեր Սենթ Լուիսի հետ սերիան, որ նրան փոխարինեցին, որովհետեւ այո, ես էլ եմ հիշում այդպես։ Հետևաբար, չգիտեմ, դարպասապահը պետք է կերպարանափոխվի, որ լավ ստացվի։ Հասնենք նաեւ դեպի Արևելք, Վաշինգտոնն է այնտեղ, եթե ճիշտ եմ հիշում, Կարոլինայի հետ։ Այո, Կարոլինա Հարիկինսի հետ։ Քառորդ եզրափակում, դե Վաշինգտոնի մասին խոսելիս, հիմա այդ ակումբը կարծես այս տարի ասոցացվում է Ալեքսանդր Օվեչկինի հետ, այդ հայտնի ռեկորդը Օվեչկինը կանոնավոր առաջնության այդ գոլահարության ռեկորդը խփեց, Ուեյն Գրեցկին ի վերջո անցավ, Գրեցկին նույնիսկ անձամբ շնորհավորեց վերջի խաղերին, երբ որ կարող էր այդ ռեկորդը սահմանվել, գալիս էր ներկա էր գտնվում, Միացյալ Նահանգների մայրաքաղաքում մի տոն էր, ճիշտ է, ռուս հոկեյիստին են այդ ոնց էր կարծես պատվավոր մրցանակատարից Տրամպներ անդրադառնում այդ թեմային։ Հիմա Օվեչկինով Վաշինգտոնը ինչի կարող է հավակնել այս տարի։ Կանոնավոր առաջնությունում լավագույններին Արևելյան կոնֆերենցիայում, այո, նրանք ընդհանուր աղյուսակում միայն Վինիպեգին զիջեցին, ես չեմ կարծում, որ Վաշինգտոնը կարող է հեռու գնալ։ Երևի թե հասան ուր պետք է հասնեին, որովհետև Capitals-ը play-off-ի թիմ չէ։ 2018-ին բոլոր աստղերը դասավորվեցին նրանց օգտին եւ նրանք նվաճեցին գավաթը, Օվեչկինը բարձրացրեց Stanley գավաթը, բայց հիմա ես չեմ կարծում, այո, նա իր խնդիրը փայլուն է կատարում կանոնավոր առաջնությունում, իր ռեկորդը սահմանեց, play-off-ն էլ վատ չի սկսել 4 գոլ է խփել արդեն, բայց Մոնրեալ Կանադիենսին շրջանցել է մեկ բան է, իսկ Կարոլինա Հարիկինսին Ռոդ Բրինդամորի այդ հավասարակշռված ինչ որտեղ փակ, ինչ որտեղ եթե պետք է արագ ու բաց հոկեյով շատ դժվար կլինի, չեմ հավատում, որ Capitals-ը կարող է Հարիկինսին շրջանցել, Կարոլինան ավելի հարմարեցված թիմ է play-off-ին։ Դրա համար կարծում եմ Capitals-ը անցած մրցաշրջանն էլ դա ցույց տվեց։ Էդուարդ, հետաքրքիր արտահայտություն դուք հնչեցրեցիք տարիներ առաջ մեր օրինակ ավակ հոկեյի ավակ սերնդի երկրպագուները նույնիսկ Հայաստանում կզարմանային, որ դուք ասեք, գիտեք, Մոնրեալ Կանադիենսին անցնելը մի այլ բան է, Կարոլինան այլ բան։ Մոնրեալը, որ ամենից շատ գավաթներ ժամանակին վաստակած ակումբներ, ամենապատմական ակումբը Կանադան ներկայացնող։ Հիմա ցավալիորեն խորհրդանի ակումբ է։ Հիմա ցավալիորեն այդպես ենք արտահայտվում։ Ընդհանուր առմամբ շատ կարճ խնդրում եմ պատասխանեք, կանադական ակումբները
հնարավորություն կունենան այս տարի, հաջորդ տարի Էդմոնտոնը եւ Էդմոնտոնը նախորդ տարի էր մոտ Ստենլի Գավաթին 20 թվականին այդ COVID-ային տարում Մոնրեալն էր եզրափակում, զարմանալիորեն այդ կանադական այսպես միակ ներկայացուցիչներ են, որում կանադական ակումբներին փլեյոֆում այդ COVID-ային տարվա ընթացքում կարծես այլ առաջնություն տեղի ունեցավ։ Շատ սահմանափակված է խաղերի քանակը։ Հեռավորությունը, այսինքն թռիչքների եւ այլն շատ չլիներ կանադական ակումբների։ Սերիաներն էին ավելի կարճ, նույնիսկ 3 հաղթանակից, եթե չեմ։ Կանադական ակումբները հնարավորություն կունենան վերադարձնելու առաջիկա տարիներին նկատի կամ այս տարի կամ հաջորդ տարիներին։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, միայն երևի ինչ որ առումով Oilers-ի ջանքերով, եթե ինչ որ բան ստացվի, բայց կայունություն այստեղ էլ չկա։ Ինչ որ մի համակարգային բան պետք է փոխել, որ կանադական ակումբներն նորից գերիշխող լինեն։ Դարաշրջանը Մոնրեալ կանադենսի ավարտվել է եւ կարծես կանադենսը իր հետ կանադական բոլոր ակումբների հաջողությունները տարել է եւ առայժմ չեն կարողանում հաղթել։ Շատ սպասում է Կանադան, բայց առայժմ չեմ տեսնում ինչի շնորհիվ կկարողանան դա անել։ Վերջին 11-ում, 2-11-ում կա ակումբ, որը հաղթել է Ստենլի Գավաթը, ընդ որում մի քանի անգամ, եւ դա նախկին Quebec Nordics ակումբն է, հիմա Colorado Avalanche է կոչվում, եւ այդ ակումբը վաճառվեց եւ տեղափոխվեց Colorado նահանգ, Denver քաղաք։ Այսպես կարելի է ասել կանադական այդ բախտը, հաջողությունը իր հետ տարել է Colorado։ Այո, հնարավոր է։ Կոլորադոն էլ 90-ականներին, 2000-ականներին ուղղակի ֆենոմենալ թիմ ուներ։ Հենց տեղափոխումից ի դեպ հետո, անմիջապես վաճառքից հետո ակումբի։ Պատրիկ Ռոայով իր անկրկնելի եւ այլն, բայց Պետր Ֆորսբերգով բնականաբար նաեւ եւ հիմա Կոլորադոն էլի շատ լավ թիմ ունի, լիգայի լավագույն պաշտպաններից մեկը Կել Մակարնեխամ, լավագույն հարձակվողներից մեկը Նեյթան Մաքինն, այսինքն ունեն խաղացողներ, բայց հանդիպեցին առաջին իսկ փուլում շատ բարդ մրցակցի եւ 7-րդ խաղում տանուլ տվեցին, ընդ որում այստեղ ուղղակի հոլիվուդյան սցենար էր, որ Կոլորադոն հրաժարվեց Միկո Ռանտանենից, փոխանակեց Դալաս եւ 7-րդ խաղում Ռանտանենը հետ-թրիկ գրանցեց ու հաղթանակ պարգևեց Դալասին։ Սա մասին կարելի է ուղղակի ֆիլմ նկարել եւ շատ հետաքրքիր կստացվի։ NHL-ում էլ շատ հետաքրքիր մրցաշրջան է ստացվում այս տարի եւ նաեւ Ստենլի Գավաթի այս փլեյոֆ։ Շնորհակալ եմ Էդուարդ հրավերից ընդունելու համար։ Մեր ունկնդրին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ հյուրն էր հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի պետ Էդուարդ Քալանթարյանը, խոսեցինք հոկեյի մասին։ Այս հաղորդման տեսագրությունը դուք կարող եք տեսնել հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, իհարկե YouTube-յան ալիքում եւ հանրային ռադիոյի armradio.am կայքում։ Շնորհակալ եմ, ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։